Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 16։ Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն։ Մատթեոս 5-րդ գլուխ 7-րդ խոսք։ Ճիշտ չէ, որ ներում ստանա այն մարդը, ով ինքն ուրիշներին չի ներում, եւ նա, ով չի թեթևացնում ուրիշի կարիքները, չպետք է ակնկալի, որ իր կարիքները կթեթևացվեն։ Աստված մեզ չափելու է այն նույն չափով, որով մենք ենք չափում ուրիշներին, եւ նրանք, ովքեր եղել են խիստ տերեր ու անողոք պարտատերեր, պիտի տեսնեն, որ Տերն էլ իրենց հետ է խստորեն վարվելու։ Ով ողորմություն չի ցուցաբերել, նրա դատաստանն էլ կլինի առանց ողորմության։ Այսօր եկեք փորձենք տալ եւ ներել։ Հիշենք երկու բառ՝ կրել եւ համբերատարությամբ տանել։ Եկեք լինենք բարի, մեղմ եւ քնքուշ, չդատենք մարդկանց արարքները չարամտությամբ, չմասնակցենք կոշտբանակցությունների, չսկսենք անիմաստ վեճեր եւ պահանջկոտ չլինենք։ Ի վերջո, չէ՞ որ ուզում ենք օրհնված լինել եւ նաեւ ուզում ենք ողորմություն գտնել։ Ուրեմն լինենք ողորմած, որպեսզի մենք էլ ճաշակենք այդ ողորմությունը։ Միթե բարի լինելը հաճելի պարտականություն չէ։ Միթե դա ավելի քաղցր չէ, քան բարկությունն ու ժլատությունը։ Եվ ի վերջո, հենց այդտեղ է թաքնված երջանկությունը։ Ավելին, ողորմության հասնելը գերագույն պարգև է։ Ինչը, եթե ոչ Աստծո գերիշխան շնորհը կարող էր նման խոստում տալ։ Մենք մեր մերձավորներին ողորմություն ենք ցուցաբերում չնչին բաների մեջ, իսկ Տերը ներում է մեզ մեր ապրած կյանքի ամբողջ պարտքը։